Ուկրաինայի զոհանոթաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտարարել է, Սև ծովում խոցվել է 20 նավ, որոնցից 17-ը նավթային լցանավ են, 2-ը գազատար լցանավ, իսկ 1-ը քարշակ։ Նրա խոսքով ավարտվել է Ազովի ծովում ստվերային նավատորմի դեմ գործողությունների առաջին փուլը, եւ այժմ հիմնական թիրախը Սև ծովն է։ Վերջինս պնդում է, այդ հարվածների հետևանքով Ռուսաստանը դադարեցրել է փոխադրումները Ազով-Դոնյան ծովային ջրանցքով, իսկ Ռոստովի մարզում սկսել են այլընտրանքային ուղիներ որոնել հացահատիկի արտահանման համար։ Նա նաև նշել է, փոքր լցանավերի ոչնչացումը լրջորեն բարդացնում է ռուսական նավթի արտահանման շղթան։ Ռուսական կողմը մինչ այժմ չի մեկնաբանել այս հայտարարությունները։ Կրեմլը հայտարարում է, ԱՄՆ-ից շարունակաբար ազդանշաններ է ստանում ուկրաինական կարգավորման շուրջ հետագա աշխատանքի պատրաստակամության վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով Վաշինգտոնը մտադիր է ակտիվանալ այդ ուղղությամբ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումից հետո։ Նա նշել է, նման ազդանշանները փոխանցում են գործող շփման ուղիներով, որոնք պահպանվում են երկու երկրների միջև։ Պեսկովի գնահատմամբ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել իր միջնորդական ծառայությունները ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ Լրացուցիչ մանրամասներ կամ ժամկետներ նա չի հայտնել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն The Atlantic-ի աշխատանքային նամակագրություններում կիրառել է հաղորդագրությունների ավտոմատ ջնջման գործառույթը։ Հրատարակությունը նշում է, դա հակասում է պետդեպարտամենտի կանոնակարգին, որը պահանջում է պահպանել պաշտոնական հաղորդագրությունները։ Ավելի վաղ պետդեպարտամենտը դատարանին հավաստիացրել էր, թե Ռուբիոն չի օգտվում նման գործառույթից, սակայն ըստ աղբյուրի հետագայում նա փոխել է Signal հավելվածի չաթի կարգավորումները։ Ամսագիրը հիշեցնում է նաև 2025-ի մարտին Եմենի հարվածների քննարկման շուրջ սկանդալային արտահոսքը եւ գաղտնի քննարկումները հայտնվել են լրագրողի ձեռքում։ Թրամփը հայտարարել է 5 շաբթի նախատեսված իր հեռուստատեսային ելույթի գլխավոր թեման լինելու են ազատ եւ արդար ընտրությունները։ CNN-ի փոխանցմամբ նա Սպիտակ տանը Իրաքի վարչապետի հետ հանդիպան ժամանակ նշել է, կանդրադառնա նաեւ այլ հարցերի, սակայն հիմնական ուշադրությունը կկենտրոնացնի ընտրական համակարգի վրա։ Թրամփը հայտարարել է, խոսելու ընտրական մեքենաների անվտանգության եւ օտարերկրյա պետությունների կողմից ԱՄՆ ընտրությունների վրա հնարավոր ազդեցության մասին։ Նրա խոսքով սպասվող հայտարարությունը լինելու է շատ կարեւոր, քանի որ ազատ եւ արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախատեսում է հուլիսի 18-ին մեկնել Միացյալ Նահանգներ, մասնակցելու սենատոր Լինսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։ Ynet-ի տեղեկություններով այցի ընթացքում Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում դեռ նախատեսված չէ, սակայն այն կարող է կայանալ հաջորդ շաբաթվա սկզբին։ Նեթանյահուն վերջինս անվանել է Իսրայելի լավագույն բարեկամներից մեկը, իսկ ցավակցություններն հայտնել նաև նախագահ Իցհակ Հերցոգն ու արտգործնախարար Գիդեոն Սաարը։ ԱՄՆ զինված ուժերը նոր հավաստների շարք են սկսել Իրանի տարածքում, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Հրամանատարության տվյալներով գործողությունը մեկնարկել է արևելյան ժամանակով ժամը 6:00-ին եւ ուղղված է Իրանի ռազմական կարողությունների հետագա թուլացմանը։ Վաշինգտոնի պնդմամբ թիրախավորվել են այն ուժերը, որոնք օգտագործվել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Իրանական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել ԱՄՆ-ի հայտարարությանը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը առաջին անգամ արգելափակել է F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ տարեկան հաշվետվության հրապարակումը։ Bloomberg-ի փոխանցմամբ ավելի քան 20 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ կոնգրեսի պահանջով պատրաստված զեկույցը չի հրապարակվում։ Կառավարության հաշվետվողականության գրասենյակը նշել է, վերանայման ընթացքում հայտնաբերվել է գաղտնի տեղեկություն, ինչը դարձել է հրապարակումը կասեցնելու պատճառ։ Նախորդ զեկույցներում բազմիցս արձանագրվել էին ծրագրային ապահովման, շարժիչների եւ արդիականացման աշխատանքների զգալի ուշացումներ։ Իսրայելի ուժերը հայտարարել են, Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացրել են Համասն ու ՀԲ հատուկ նշանակության ջոկատի 2 հրամանատարի։ Ըստ տվյալների գործողությունն իրականացվել է 3 շաբթի եւ թիրախ դարձած զինյալները անմիջական սպառնալիք էին ներկայացնում Գազայում գործող իսրայելական ստորաբաժանումների համար։ Իսրայելական բանակը նշել է, հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցներ քաղաքացիական բնակչության հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով։ Գործողության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել։ Համասը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2005 թվականի օրենքի խախտմամբ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալությամբ է տրամադրվել Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 2.5 հեկտար հողատարածքը։ Դատախազության միջամտությունից հետո Գուլոյանը վաղաժամկետ լուծել է վարձակալության պայմանագիրը եւ հողատարածքը վերադարձվել է պետությանը։ Սևանի ափամերձ տարածքում գտնվող հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 2021-ից 2024 թվականներին պետությանը չի վճարվել շուրջ 2 միլիոն 432 հազար դրամ վարձավճար, ինչի վերաբերյալ ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում։ Դատախազությունը հայտնում է, որ տարածքում արձանագրվել են նաև հողազավթման դեպքեր եւ այժմ աշխատանքներ են տարվում այն ապօրինի զբաղեցումից ազատելու ուղղությամբ։
Գործարար Կոնստանտին Սոկոլովը կնշանակվի Trip Plus ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դրամի միջոցները, հաղորդում է The Guardian-ը։ Պարբերականի տվյալներով Սոկոլովի նշանակումը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նշվում է, որ նա Դոնալդ Թրամփի կողմից հիշատակված 36 դոնորներից մեկն է, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 350 միլիոն դոլար են հատկացրել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագծին։ 2027 թվականի մարտից 100%-ով կսուբսիդավորվեն բազմազավակ ընտանիքների բնակարանները։ Այս մասին աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է նախարարի խորհրդական Գայանե Կարագյոզյանը։ 100%-անոց սուբսիդիան կգործի 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար հանրապետության ցանկացած բնակավայրում բացի Երևանից բնակարան կամ տուն ձեռք բերելու նպատակով։ Ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնց անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իսկ գումարային եկամուտը չի գերազանցում տարեկան 10 միլիոն դրամ։ Այս տվյալները կստուգվեն հարկային հայտարարագրերի հիման վրա։ Բացի այդ, ընտանիքը չպետք է ունենա ավելի քան 50 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ անշարժ գույք։ Աջակցության չափը կախված կլինի երեխաների թվից, յուրաքանչյուր չափահաս երեխայի համար կտրամադրվի 4 միլիոն դրամ։ Գյուղում տուն գնելու դեպքում ընդհանուր գումարին կավելացվի եւս 4 միլիոն դրամ։ Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շարունակել է բոյկոտել նիստերը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն այս անգամ նույնպես չեն մասնակցել արտահերթ նիստին։ Արտահերթ նիստը նշանակված էր այսօր, իսկ օրակարգը նախապես հրապարակվել էր համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Քաղաքացիական պայմանագրի բացակայության պատճառների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հրապարակվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, շնորհակալություն հայտնելով իրեն աջակցող հանրային գործիչներին, նշելով, որ նման քայլերը չեն մոռացվում։ Նա հարց է բարձրացրել, ինչպես կարող է միազգ ունենալ այսքան հանրահայտ հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ում էր երկիրն լինի այս վիճակում։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր հետ փոխկապակցված ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել է, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Նա պնդել է, որ այդ ձեռնարկությունները որևէ կապ չունեն իր նկատմամբ հարուցված քրեական գործի հետ եւ հույս է հայտնել, որ դրանց աշխատանքը կվերականգնվի։ Նա նաեւ անդրադարձել է Քրիստոսի արձանի կառուցմանը, նշելով, որ դրա բացման արարողությանը նախատեսում է հրավիրել միջազգային հեղինակավոր հյուրերի։ Ծառուկյանի խոսքով արձանը պետք է դառնա Հայաստանի ազգային վերածննդի, համերաշխության եւ աշխարհում ներկայանալու խորհրդանիշ։ Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում կքննարկի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ Նախատեսվում է դիմել սահմանադրական դատարան համաձայնագրի համապատասխանությունը սահմանադրությանը պարզելու համար։ Դրական եզրակացության դեպքում վավերացման մասին օրենքի նախագիծը կուղարկվի ազգային ժողով։ Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում եւ հունիսի 4-ին Երևանում։ Կառավարության ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում կլինի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Կառավարությունը կհաստատի ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների նոր չափերը։ Նախագիծը ներառված է հուլիսի 16-ի կառավարության նիստի օրակարգում եւ նպատակ ունի գործող որոշումը համապատասխանեցնել ոստիկանության գվարդիայի մասին օրենքին։ Դրանով ոստիկանության զորքերի ծառայողներ ձևակերպումը կփոխարինվի ոստիկանության գվարդիայի ծառայողներ ձևակերպամբ։ Հավելավճարները կախված պաշտոնի զինվորական կոչումից եւ ատեստավորման գնահատականից կկազմեն 95,000-ից մինչեւ 560,000 դրամ։ Նախագծի ընդունման պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Դավթաշենի Սասնա-Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում 3 16-ամյա աղջկա դիեր հայտնաբերվել։ Պարզվում է աղջիկն ինքնասպանություն է գործել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը, հայտում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դատական նիստին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ, ներկայացրել է իր հիմնավորումները եւ խնդրել բեկանել Առաջինատյանի դատարանի որոշումը։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները դատարանից խնդրել են Մանուկյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։ Հաջորդ դատական ֆարսը կկայանա հուլիսի 17-ին։
Ինչպես հայրս ասել է, այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, հետևաբար Բաքվում պահվող հայ ռազմագիրիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես Հայաստանի դեմ ճնշման գործիք։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը։ Այս հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հանդես է եկել Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Իշխանյանի որդին Արմեն Իշխանյանն անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։ Իրաքի հարավում Ֆաո ռազմավարական նավահանգստի հարակից տարածքում անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է կործանվել։ Ալ Ջազիրայի փոխանցմամբ այդ մասին հայտնել են Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրները։ Բասր նահանգի իշխանությունները նշել են միջադեպի հետևանքով նյութական վնասներ չեն արձանագրվել։ Ֆաո նավահանգիստը համարվում է Իրաքի կարևորագույն ենթակառուցվածքային նախագիծը եւ նախատեսվում է, որ ավարտից հետո կդառնա Մերձավոր Արևելքի ամենամեծ նավահանգիստը։ Դեպքի ծագման եւ անօդաչուի պատկանելիության վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռևս չեն ներկայացվել։ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջեմյունգը վաճառել է իր միակ բնակարանը եւ հայտարարել. այժմ սեփական տուն չունի։ Բնակարանը վաճառքի էր հանվել դեռևս փետրվարին իշխանությունների բնակարանային քաղաքականության նկատմամբ հանրային վստահությունը ամրապնդելու նպատակով։ Կառավարությունը խրախուսում է այն սեփականատերերին, որոնք չեն բնակվում իրենց տներում վաճառել դրանք, փոխարենը դրանք չպահելով որպես ներդրումային ակտիվ։ Այդ քաղաքականությունը նպատակ ունի ավելացնել բնակարանային ֆոնդը եւ նվազեցնել դատարկ բնակարանների ազդեցությունը շուկայի գնագոյացման վրա։ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով ԱՄՆ-ի հետ ռազմական էսկալացիայի նոր ալիքի ընթացքում վիրավորվել է ավելի քան 260 մարդ։ Առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը հայտնել է. վիրավորների թվում կան 3 կին եւ 6 անչափահաս։ Ավելի վաղ հուլիսի 11-ին նախարարությունը հայտնել էր հուլիսի 8-ից սկսված հարվածների հետևանքով զոհվել էր 17 մարդ, իսկ վիրավորվել 115-ը։ Այս անգամ զոհերի թարմացված թիվ չի հրապարակվել։ Իրանական կողմը շարունակում է ներկայացնել նոր տվյալներ ռազմական գործողությունների շարունակման ֆոնին։ Financial Times-ը հաղորդում է, Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունները կարող են լրջորեն վնասել Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքին։ Հանրապետական ռազմավոր Ռոմ Բոնջենի գնահատմամբ Թրամփը Իրանի հարցում հասել է իր հնարավորությունների սահմանին, իսկ հակամարտության կարգավորումը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Պարբերականը նշում է, առայժմ պարզ չէ, թե ինչպես է Վաշինգտոնը պատրաստում սահմանափակել տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական ծախսերը։ Փորձագետ Բեքա Վասերի խոսքով լարվածությունը թույլատնելու նպատակով սրացման մարտավարությունը նախկինում հաջող արդյունքներ չի տվել։ Նրա գնահատմամբ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը եւս մինչ այժմ շոշափելի արդյունք չի ապահովել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. ժամանել է Կիև պատերազմի ընթացքում Ուկրաինա կատարած իր 11-րդ այցով։ Նա հայտնել է պատրաստում է ներկայացնել Եվրամիության եւ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրման ուղղված նոր նախաձեռնություններ։ Նրա խոսքով այցի ընթացքում կքննարկվեն նաեւ Ուկրաինայի եվրոպական ինտեգրման գործընթացն ու առաջիկա ձմռանը նախապատրաստվելու հարցերը։ Վերջինս նշել է, պաշտպանական համագործակցության խորացումը շարունակում է մնալ Եվրամիության առաջնահերթություններից մեկը։ Financial Times-ի փոխանցմամբ Եվրահանձնաժողովը թույլատրել է Ուկրաինային ԵՄ-ի պաշտպանական վարկի մի մասը ծախսել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ ձեռք բերելու համար։ Խոսքը վերաբերում է 60 միլիարդ եվրոյի ծրագրի առաջին 5.9 միլիարդ եվրոյի տրանշին։ Ընդհանուր կանոնով ֆինանսավորումը պետք է ուղղվի ԵՄ-ում, Կանադայում կամ Մեծ Բրիտանիայում արտադրված սպառազինությանը, իսկ այլ երկրների բաղադրիչների մասնաբաժինը չպետք է գերազանցի 35%-ը, սակայն բացառություններ թույլատրվում են, եթե անհրաժեշտ արտադրանքը չի արտադրվում բավարար ծավալով կամ ընդհանրապես հասանելի չէ գործընկեր երկրներում։ Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռևս չեն մեկնաբանել հրապարակումը։ Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր 16 մեգավատ հզորությամբ լողացող հողմային տուրբինը, որը տեղադրված է հատուկ հարթակի վրա։ 207 մետր բարձրությամբ կայանը տեղափոխվել է հարավչինական ծովի Լուֆենգի նավահանգստային հանքավայր, որտեղ արտադրված էլեկտրաէներգիան ստորջրյա մալուխներով կմատակարարվի նավթագազային հարթակներին։ Հարթակը ճոպաններով ամրացված է ծովի հատակին, ինչի շնորհիվ գրեթե չի ենթարկվում ճոճումների։ Տուրբինը տարեկան կարտադրի շուրջ 54 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, զգալիորեն նվազեցնելով վառելիքի սպառումն ու CO2-ի արտանետումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանը եւ Հեզբոլլահը կարող են ընդգրկվել Ռուսաստանի դեմ պատրաստվող նոր պատժամիջոցների փաթեթում։ Նրա խոսքով համապատասխան օրինագիծը դեռևս գտնվում է ԱՄՆ վարչակազմի քննարկման փուլում։ Թրամփը մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, փաստաթուղթը շարունակում է վերանայվել։ Հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Վաշինգտոնը շարունակում է քննարկել պատժամիջոցների ընդլայնման տարբերակները։ Վերջնական որոշում դեռևս չի հրապարակվել։
Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ։ Դատարանը նրան նկատմամբ կալանքի օրդեր է տվել մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի եւ մի շարք այլ մեղադրանքներով։ Գործը հարուցվել է Սումուդ մարդասիրական նավատորմի գործի շրջանակում Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա։ Նեթանյահուի հետ միասին մեղադրյալ են նաեւ 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներ։ Դատախազությունը նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում։ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը բաց կմնա բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի հետ առնչվող նավերի։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները կիրականացնի լիակատար շրջափակում այն նավերի նկատմամբ, որոնք ուղևորվում են դեպի Իրանի նավահանգիստներ կամ դուրս են գալիս այնտեղից։ Թրամփը նշել է ԱՄՆ-ի համար նախատեսված 20% փոխհատուցման վճարը կփոխարինվի Պարսից ծոցի երկրների հետ առևտրային եւ ներդրումային համաձայնագրերով։ Նա ընդգծել է տարածաշրջանում նախատեսում են խոշոր ներդրումներ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իրանը կշարունակի հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին մինչև վերջնական հաղթանակը։ ԻՀՊԿ-ի տվյալներով ԱՄՆ-ի կողմից հրադադարի պայմանների խախտումից հետո իրանական ուժերը 6 անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ամերիկյան օբյեկտների վրա։ Թրամփը հայտարարել է ամերիկյան զինված ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով ռազմական գործողությունները կշարունակվեն ոչ միայն առաջիկա օրերին, այլև հաջորդ շաբաթ։ Թրամփը նշել է ԱՄՆ-ն պատրաստ է թիրախավորել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե բանակցությունները չվերսկսվեն։ Նա նաև հայտարարել է անհրաժեշտության դեպքում կարող են հարվածներ հասցնել Իրանի աղազերծման օբյեկտներին։ ԱՄՆ նախագահը հավելել է, Իրանը չնայած կրած հարվածներին շարունակում է պահպանել դիմադրելու կամքը։ Գիշերվա ընթացքում Իրան եւ Միացյալ Նահանգները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ռազմական օբյեկտներին։ ԻՀՊԿ-ն հայտարարել է հրթիռային հարվածով ոչնչացրել է Քուվեյթի Մինա Աբդալլա շրջանում գտնվող ԱՄՆ զինված ուժերի թիկունքային ապահովման կենտրոնը, ինչպես նաեւ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի մի շարք օբյեկտներ։ Իրանական կողմը նաեւ հայտարարել է Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական գործողությունները։ Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է 7 ժամ տևած գործողության ընթացքում խոցել է տասնյակ թիրախներ Իրանի առափնյա շրջաններում եւ Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Ըստ հրամանատարության հարվածները հասցվել են հրթիռային դիրքերին, անօդաչու համակարգերին, ռազմածովային ուժերի օբյեկտներին եւ ափային պաշտպանության միջոցներին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է Թեհրանը գործնական քայլերով կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Նրա խոսքով Իրանը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր թիզը եւ չի նահանջի արտաքին ճնշումների առաջ։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բացառությամբ Իրանի հետ կապված նավերի։ Փեզեշքյանը շեշտել է Իրանը պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը ցանկացած սցենարի դեպքում։ Չնայած շարունակվող բանակցություններին երկու երկրների միջև ռազմական գործողությունները շարունակում են ակտիվ փուլում մնալ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, սկսել է Իրանի դեմ հարվածների նոր փուլ։ Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն հաստատել էր Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ իրականացված հրթիռային եւ անօդաչու հարվածները։ Իրանական կողմի պնդմամբ այդ գործողությունների արդյունքում ոչնչացվել են զենքի պահեստներ եւ ռազմական ենթակառուցվածքներ։ ԱՄՆ-ն դեռ չի ներկայացրել նոր գործողությունների մանրամասները, սակայն հաստատել է հարվածների շարունակությունը։ Տարածաշրջանում ռազմական լարվածությունը շարունակում է արագ աճել։ Իրանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ ԻՀՊԿ-ն հայտարարել է գործողության ընթացքում ոչնչացվել են զենքի պահեստներ եւ ռազմական նշանակության այլ օբյեկտներ։ Ֆարս գործակալության տվյալներով հարվածի թիրախում են եղել նաեւ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմը։ Իրանական կողմը պնդում է գործողությունները պատասխան են ԱՄՆ-ի ռազմական հարվածներին։ Կենսաչափական նոր ազդագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը կտրված այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է, այն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստոր ազդագրի առաջին նմուշն է, նշել է նախարարը եւ մանրամասնել։
Հուլիսի 14-ին Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հաղորդմամբ Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում, հայտնել են Հայ հեղափոխական դաշնակցության Հայդատի կենտրոնական գրասենյակից բանախոսները քննարկել են խնդրի մարդասիրական, իրավական եւ քաղաքական ասպեկտները, պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները։ Համաժողովն ավարտվել է միասնական կոչով ուղղված Եվրոպական միության հաստատություններին ակտիվացնել Ադրբեջանի հետ իրենց ներգրավվածությունը եւ բոլոր հայ գերիներին ազատ արձակումը դարձնել անհապաղ առաջնահերթություն։ Կոտայքի մարզի ակունք համայնքում գործող Ռոզելին Բայկով ընկերությունը կազատվի 83 միլիոն դրամ մաքսատուրք վճարելուց համապատասխան նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Ընկերությունը ոչ ԵԱՏՄ երկրների իսկ ներկրի վարդերի աճեցման համար նախատեսված սարքավորումներ հունվարին եւս ընկերությունն ազատվել էր եւս 81.5 միլիոն դրամ մաքսատուրք վճարելուց։ Պետրեգիստրի տվյալներով Ռոզելին Բայկովը գրանցվել է 2025 թվականի հունիսի 17-ին ընկերությունն այժմ ունի 28 աշխատատեղ, իսկ մինչև 2027 թվականը նախատեսում է դրանց թիվը հասցնել 39-ի։ Ընկերության տնօրենն ու միակ սեփականատերը Յուրի Քոքոբելյանն է, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին 2024 թվականի ամռանը իրավապահները նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքի առնչությամբ։ Մուլտիստոն ընկերության աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով բացել իրավապահների կողմից կապարակնքված գործարանը եւ վերականգնել իրենց աշխատանքի իրավունքը։ Նրանց խոսքով արդեն 10 օր է գործարանը չի աշխատում, իսկ պետական մարմիններից որևէ պատասխան չէ ստացել։ Եթե այսօր էլ պատասխան չտան, կգնանք կտրուկ քայլերի, այլևս չգիտենք ինչ անել, ընտանիքներ ենք պահում, ասել է աշխատակիցներից մեկը, ընդգծելով, որ համբերության բաժակը լցվել է։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ առայժմ խաղաղ բողոք են իրականացնում եւ ճանապարհներ չեն փակում, սակայն զգուշացնում են, որ անարձագանք մնալու դեպքում կարող են դիմել ավելի կոշտ քայլերի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից հուլիսի 15-ից չեմ կատարելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարի, իսկ իրականում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սոցիալական հարթակների պատասխանատուի, քաղաքացիների նամակներին պատասխանողի, լուսանկարչի եւ մի շարք այլ գործառույթներ, նշել է Ղուկասյանը, նա խնդրել է այս թեմայով իրեն հարցեր չհղել։ Աշխարհի առաջնության կիզաեզրափակում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը 2-0 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին, Անգլիան եւ Արգենտինան կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար, որը տեղի կունենա հուլիսի 19-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնը տեղեկություններ ունի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի մասին։ Ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հարցին արդյոք ամերիկյան կամ իսրայելական ուժերը կարող են հասնել նրանց եւ ֆիզիկապես վերացնել, Թրամփը պատասխանել է դրական։ Միաժամանակ նա հրաժարվել է մանրամասնել այդ թեման, նշելով այժմ նպատակահարմար չէ դրա մասին հրապարակային խոսել։ ԱՄՆ նախագահը հավելել է իրենք ուշադիր հետևում են իրավիճակի եւ տիրապետում են բազմաթիվ տեղեկությունների։ Թրամփի խոսքով այդ հարցի վերաբերյալ ավելի մանրամասն մեկնաբանություններ այս պահին չեն լինելու։ Financial Times-ը հայտնում է, ԱՄՆ-ն Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում հայտնվել է ոչ շահավետ դիրքում, բանակցող թիմի անփորձության պատճառով։ Թերթի տվյալներով նախագահ Դոնալդ Թրամփը արտաքին քաղաքականության կարևոր հարցերը վստահել է իր մերձավորներին, այլ ոչ թե տարածաշրջանային փորձագետներին։ ԱՄՆ նախկին դեսպան Յայել Լեպերտի խոսքով իրանցի բանակցողները լիովին տիրապետում էին թեմային եւ կարողացել են առավելություն ստանալ։ ԿՀՎ նախկին տնօրեն Ուիլյամ Բըրսն էլ նշել է, նման բանակցություններում անհրաժեշտ է բարձր մակարդակի մասնագիտական փորձառություն։ Պարբերականի գնահատմամբ հենց այդ հանգամանքն է թույլ տվել Թեհրանին բանակցություններում ավելի շահավետ դիրք զբաղեցնել։
Դոնալդ Թրամփը հայտարարել է շարունակում է աջակցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, չնայած առանձին հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններին։ Նա նշել է իրենց հարաբերությունները շարունակում են մնալ շատ լավ մակարդակի վրա։ Թրամփը խոստովանել է, երբեմն բացահայտորեն չի համաձայնում Նեթանյահուի որոշումների հետ, սակայն դա չի նշանակում աջակցությունից հրաժարում։ Նրա գնահատմամբ Նեթանյահուն արդյունավետորեն կատարում է պատերազմական ժամանակների վարչապետի իր պարտավորությունները։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, եթե ինքը կամ Նեթանյահուն չլինեին իրենց պաշտոններում, ապա Իրանի գործողությունների պատճառով Իսրայելը այսօր կարող էր գոյություն չունենալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է հրթիռային հարվածները հասցրել Հորդանանի տարածքում տեղակայված ԱՄՆ բանակի ռազմաօդային բազայի օբյեկտներին եւ անձնակազմի տեղակայման վայրերին։ Նուր Նյուզի փոխանցմամբ Իրանը հարվածել է նաև Բահրեյնում տեղակայված Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի ռադարին, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային վերահսկողության ռադարին եւ վաղ նախազգուշացման համակարգին։ ԻՀՊԿ-ն պնդում է այդ համակարգերը ոչնչացվել են հարվածների արդյունքում։ Հայտարարության համաձայն գործողությունները եղել են ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների դեմ իրականացված թիրախային հարվածներ։ Իրանական ԻՐԻԲ-ը հայտնել է իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմականների կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Պատրիոտ համալիրին, դիտաշտարակներին եւ զինամթերքի պահեստներին։ Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարությունը ներկայացվել է որպես այդ գործողությունների պաշտոնական հաստատում։ Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, ավարտել է Իրանի դեմ շուրջ 5 ժամ տևած հարվածների հերթական ալիքը։ Հաղորդվում է, ամերիկյան ուժերը խոցել են Իրանի տարածքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, միայն ռազմական առումով հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ կայունություն եւ խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։ Նա կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին վերանայել Մերձավոր Արևելքի հարցում որդեգրած ագրեսիվ քաղաքականությունը։ Աունի խոսքով պատերազմները բերում են մահ, ավերածություններ եւ բնակչության զանգվածային տեղահանում։ Նա հույս է հայտնել Հռոմում մեկնարկող Լիբանան-Իսրայել բանակցությունների հերթական փուլը կհանգեցնի գործնական արդյունքների։ Նախագահը նշել է, Բեյրութի առաջնահերթ նպատակներն են հարավային շրջանների ազատագրումը, պատերազմի հետևանքների վերացումը եւ խաղաղ բնակիչների վերադարձը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Միացյալ Նահանգները առաջիկա օրերին շարունակելու է լուրջ հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Նրա խոսքով Իրանի դեմ նոր գործողությունները կշարունակվեն նաև հաջորդ օրը եւ Թեհրանը չի կարողանա կանխել դրանք։ Թրամփը նաև հայտնել է, ԱՄՆ-ն մտադիր է կրկին հարվածել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտին։ Նա նշել է, պատրաստվում է ոչնչացնել այն, ինչ ԱՄՆ-ում անվանում են Քրքի լեռ, նկատի ունենալով Նաթանզի միջուկային համալիրի տարածքը։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, իրանցիները պետք է պատրաստ լինեն այդ գործողություններին։ Վենեսուելայի ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4561-ի։ Պաշտոնական տվյալներով վիրավորվել է 16740 մարդ, իսկ ավելի քան 17000 մարդ մնացել է անօթևան։ Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 190 շենք, եւս 856-ը ստացել են լուրջ վնասներ։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է 6462 մարդ, իսկ ավելի քան 33000 մարդ ստացել է բժշկական օգնություն։ Իշխանությունների տեղեկացմամբ տուժած ընտանիքներին տրամադրվել է մարդասիրական աջակցություն, իսկ շուրջ 20000 մարդ տեղավորվել է ժամանակավոր ճամբարներում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ից կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումը։ Հրամանատարության հաղորդագրության համաձայն վերահսկողությունը կտարածվի այն նավերի վրանք, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ եւ առափնյա գոտիներ կամ լքում դրանք։ Միաժամանակ ընդգծվել է, սահմանված պահանջներ չխախտող առևտրային նավերը կշարունակեն ազատ տեղաշարժվել տարածաշրջանի ջրերում։ Հրամանատարությունը նշում է, միջոցառումները միտված են ծովային անվտանգության պահպանմանը։ Հայտարարության մեջ այլ մանրամասներ գործողության տևողության կամ հնարավոր լրացուցիչ սահմանափակումների վերաբերյալ չեն ներկայացվել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Թեհրանը մշտապես վերահսկել է Հորմուզի նեղուցը եւ շարունակելու է դա անել նաեւ ապագայում։ Նա նշել է, Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը եւ այդ դիրքորոշումը չի փոխվելու։ Արաղչին նաեւ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին նեղուցի անվտանգության եւ հնարավոր турքերի սահմանման վերաբերյալ։ Նրա խոսքով, խոսվող 20%-անոց վճարը չափազանց բարձր է։ Իրանի արտգործնախարարը հավելել է, Թեհրանը կգործի արդարացի սկզբունքներով։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում հուլիսի 15-ից 16-ի կեսօրից հետո 17-ից 19-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից 17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-ից 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։